Որպես պաշտպանության նախարար ես իմ պատասխանատվության մասնաբաժին ունեմ, բայց դրա մասնաբաժինը ունեն նաև նրանք, ովքեր այդ քրեական ենթամշակույթի, բայց միշտ չէ քրեական ենթամշակույթի մասին է խոսքը, եկեք ակցենտը միայն դրա վրա չդնենք, որ դրան վերաբերում են թողտվությամբ, մատերի արանքով են նայում այդ երևույթներին, եւ դուք որպես ծնող, ես վաղը որպես ծնող, հասկանում եք, այս հարցին մենք պիտի համակարգային մոտենանք, ուզում ենք ապրենք գողական բարքերը։ Այսօր չի եղել, որ բանակում, բաղնիքում, որ ինչ-որ բան ընկնում է, դրան ձեռտալ չի կարելի։ Ես չեմ դրա հեղինակը, հասկանում եք։ Ես չեմ հեղինակը, որ մարտական դիրքում քնած զինվորը այլևս նրան դիպչել չի կարելի։ Ես չեմ դրա հեղինակը։ Բայց ես պատասխանատու եմ, որ դա արմատախիլ է։ Ես չեմ նահանջելու, գնալու եմ դրանք արմատախիլ անելու ետևից։ Ամեն օր։ Թե դա ինչքան արդյունք է տալիս ու ինչքան արդյունք կտա, կարծում եմ 25 թվականի մեր ցուցանիշը նաև դրա մասին է։ Բայց ես 2022 թվի մասին է խոսքը։ Բայց նորից եմ ասում, ես այս հարցին չեմ ուզում նայել որպես լոգ վիճակագրություն։ Ես առաջարկում եմ դուք էլ այս հարցին նայեք որպես ծնող, որպես քույր, որպես հասարակության մտահոգ քաղաքացի, ով էս ողջ կոմպլեքսը, հիմա աշխատանքային խումբ է վարչապետի հանձնարարականով ձևավորվել, որին մաս են կազմում պաշտպանության նախարարը, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարը, առողջապահության նախարարը, այլ պատկան մարմիններ, այդ թվում նաև ուժային կառույցներ, պետքա վեր հանել, հիմա երբևէ դուք հարց տվել եք Հայաստանի Հանրապետությունում ամեն տարի քանի ինքնասպանություն, որպես լրագրող մտքներով տանցել է երբևէ, փորձել եք համեմատել այս թվերը մեր թվերի հետ, վստահում չեք արել։ Փորձագետները խորհուրդ են տալիս այդ թեման շատ չարտարկվել։ Փորձագետները խորհուրդ են տալիս միայն պաշտպանության նախարարության դեպքերը բարձրաձայն շղթայի Արգելից այդ շղթայի մասին խոսում եք, հիմա մի քանի օր իրար հետևից որ դեպքեր լինում, դա այդ շղթայի նման չի։ Համ գիտեք որ դա հոգեբանական ազդեցություն կարող է ունենալ։ Ընդ որում ամիս, օգոստոս ամիս, որը մարդու ամենահոգեբանորեն ընկճված ամիսն է համարվում։ Ես հոգեբան չեմ, ես դա գիտեմ հոգեբանների ասելով։ Նկատի ունեմ հիմա չգնանք մասնագիտական դաշտ։ Ես եկեք հարցին պատասխանեմ որպես պաշտպանության նախարար։ Իսկ ինչ վերաբերում է մնացած հարցերին, այդ թվում նաև մնացած պատասխանատվություններին, այո, նաև պատասխանատուներ կան, որ իրենց աշխատանքը գուցե ավելի լավ կարող էին անել։ Եվ դրանք ունեցել են հետևանքներ, առաջիկայում կունենան նաև նոր նշանակներ։